Բարի երեկո հարգելի քաղաքացիներ, քիչ առաջ ավարտվեց Արտակ Ավետիսյանին, բլոգեր Արտակ Ավետիսյանին բանտային կալանքի ուղարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ացիալի դատարանում, կենտրոնի նստավայրում։ Ես հիշեցնեմ, որ 2 օր առաջ Արտակը ձերբակալվել էր իր տան դիմաց, ընդամենը 3 ժամ առաջ լայվի համար, շատ արագ, եկեք մի հատ համեմատնենք տեսնենք այն իսկական հանցագործությունների հետ կապված են, որ անխոս հանցագործություններ են, քաղաքական բաղադրիչ չունեն, այդ գործերով ինչ արագությամբ են գործում իրավապահ մարմինները, ընդամենը 3 ժամից քիչ էր անցել, նա արդեն ձերբակալված էր, արդեն քրեական վարույթը կար, արդեն հանցագործության մասին հաղորդումը ներկայացված էր, նա կալանավորվեց, տեսագրությունը կա, կարող եք ինքներդ նայել այդ մարդը ինչ է ասում այդ տեսագրության մեջ, եւ մենք մեծ հույս ունենք, անկեղծ ասած, որ դատարանը չի կիրառելու բանտային կալանք խափանման միջոցը, բայց ցավոք սրտի դատարանը կիրառեց այդ խափանման միջոցը, ոչ թե 2 ամիս, այլ 1 ամիս ժամկետով, բայց դա էական չեմ համարում, էական եմ համարում, որ մարդը, որը 3 անչափահաս երեխա ունի, կինը հղի է շուտով 4-րդ բալիկին է սպասում, այվ այսպես բարդ իրավիճակ է, այդ առումով ընտանիքի միակ կերակրողն է, տարիքով ծնողներ ունի, բոլորին ինքն է պահում, եւ մարդը մեկ ամսով կալանավորվեց։ Ինչի համար, որովհետև կոշտ քննադատության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա գիտեք ինչ, ժողովրդավարությունը սենց է լինում, թե չէ։ Այդ տեքստը մի հատ նայեք համեմատեք։ Լավ, սահմանը որն է թույլատրելի քննադատության եւ անթույլատրելի։ Մենք այդ ինչքան պետքա ուզենք, որ այստեղ քաղաքական բաղադրիչ չտեսնենք։ Ես հատկապես քաղաքական ուժերին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, մենք վերջի ամենայն դեպս ամիս ու կեսի ընթացքում ունեցել ենք որոշակի դրական միտում կապված բանտային կալանքի հետ, բայց հիմա մենք ունեցանք նոր քաղբանտարկել։ Մարդ, որը կատարել էր բացահայտում այս իշխանությունների կողմից, անթույլատրելի արարքների սփյուռքից ստացած օգնությունը տանելու եւ հողերում թաղելու այդպես հայտնի էր դարձել։ Ոչ թե հայտնի էր դարձել անձնապես ինքը, այլ այդ փաստն էր հայտնի դարձել, ինքը այդպես չի որ հայտնի էր դարձել, ամենայն դեպս ես ոչ անձնապես այդ ճանաչում, ոչ անունով գիտեի։ Եվ հիմա դատարանը համաձայնվեց, որ այստեղ արկա է հիմնավոր կասկած, սա ամենավտանգավորն է։ Այսինքն սա ուղիղ կարելի է դիտել որպես ուղերձ ընդդիմությանը, որ մի քննադատենք։ Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ ասես ասի, ինչ ատելություն ասես տարածի ընդդիմության նկատմամբ, ինչ բառ ասես օգտագործի, պատերին ծեփել, ես իմ ասֆալտ, տեսքով ենքում, որ կլասիկ ատելության խոսք, իսկ մի քաղաքացի, որը որևէ քաղաքական ուժի անդամ չի, որը եւ ինքը այդ բացատրությունը տվեց դատարանում, ասաց ես նայեցի, տեսա ինչ էր խոսում, վրդովվեցի եւ այդ լայվը իրականացրեցի, որտեղ որ իմ կոշտ անհամաձայնությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության։ Օրինակ նրա հետ, որ բոլոր տեղերում 10,000 դրամի մասին է խոսում, որ բարձրացրել է թոշակը, բայց չի խոսում նրա մասին, որ այս ընթացքում ինչքան են գները աճել, ու այդ 10,000-ի աճած գների տեղը հանում է, թե չի հանում։ Եվ այլն, այսինքն քննադատություն, դասական քննադատություն, այո, կոշտ քննադատություն։ Եվ սենց մենք ուր ենք գնալ։ Ոչ միայն այս իշխանությունների մասին է խոսքը։
Լուրջ հարց է, սա սկզբունքորեն պետք է մերժել նման արարքը, նման խոսքը, իսկ դա ապաշկերա է, դա բոլորս էլ տեսնում ենք, բոլորս էլ այդ խոսքի բովանդակությունը հասու է։ Բացեք նայեք, տեսեք ինչ է խոսել։ Բացեք նայեք։ Քննիչը 3 հիմք էր ներկայացրել, որ առաջին կարող է փախուստի դիմի, երկրորդ հանցանք կարող է գործի, երրորդ կարող է ազդի գործով անցնող անձանց վրա։ Դատարանն այդ 3-ից թողել է միայն հանցանքի ռիսկը։ Հիմա ես դա բնութագրեի, որ ոչ թե հանցանքի ռիսկի մասին է խոսքը, այլ Նիկոլ Փաշինյանի քննադատելու ռիսկի մասին է խոսքը։ Սրանով փաստացի շատ կներեք, բայց սա նաև ընտրական process-ի վրա ազդող գործոն է։ Քաղաքացիները գիտեն, որ քննադատել չի կարելի։ Չգիտեն ինչ բառ պետք է, ինչ բառ ասեն, որ այդ բառը չդիտվի որպես ատելության, չեմ անում խտրականության, անհանդուրժողականության, չգիտեմ ինչ։ Սա անընդունելի է։ Սա հակաժողովրդավարական է։ Այստեղ մեղքի բաժին ունեն նաև բնականաբար են եվրոպական տերությունների ներկայացուցիչները, որոնք ծափահարում են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ մենք ինչքանով եք վստահ, որ հաջորդ իշխանությունը չի ասի, դե որ տենց կարելի էր, դե հիմա բռնվեք։ Ու արդեն ուրիշ մարդկանց նկատմամբ սա կիրառել։ Այս երկիրն է մեզ պետք։ Սենց է խաղի կանոնները լինել։ Հասկանանք էլի։ Սա անընդունելի է եւ ես կոչ եմ անում ուշադրություն դարձնենք այս հարցին, նաեւ սոցիալական առումով, սոցիալական շատ վատ վիճակում գտնվող ընտանիքի, ոչ թե վատ վիճակում, այլ միակ կերակրովին փակեցին, որի վրա էր իր 3 երեխաները, որոնցից 2-ը անչափահաս, մեկը շատ կարճ ժամանակ առաջ է չափահաս դարձել, 18 տարեկան, կինը հղի, չասեմ։ Եվ այստեղ ամենամեծ խնդիրը նորից ասեմ, ոչ թե կալանքի հիմքերն են, որոնցից նորից ասեմ դատարանը 3-ից մեկն է հիմք ընդունել, մյուսը գտելա, որ դրանք գոյություն չունեն։ Այլ այն արարքի հիմնավոր կասկածը, այսինքն ըստ էության քննադատության անունը դրել են ատելության խոսքի հիմնավոր կասկած։ Բացեք նայեք, սա ատելության խոսքա թե չէ, իհտերդ ձեր գնահատականը տվեք, ընդ որում Նիկոլ Փաշինյանի խոսքի համեմատության հետ։ Ընդ որում քաղաքացիների խոսքի ազատությունը շատ ավելի լայն է, քան Նիկոլ Փաշինյանի խոսքի ազատությունը։ Որպես պաշտոնատար անձ էլ կառավարության ղեկավար։ Չէ, մի հատ պրոստը համեմատեք, դե արդարությունը որտեղ է։ Համեմատեք եւ ձեր դատողությունը արեք եւ մտածեք դուք ինչ երկրում եք ուզում ապրել։ Ինչ երկրում եք ուզում ապրեն ձեր երեխաները։ Սրա արդարությունը որն է, սրա ճիշտը որն է։ Սա ավելի կարևոր է, քան մյուս հարցերը։ Քանեն որ մարդը հանցանք կարագործի թե չէ։ Ես դա նորից ասեմ, ընկալում եմ որպես Նիկոլ Փաշինյանի քննադատելու ռիսկ, այլ ոչ թե հանցանք գործելու ռիսկ։ Որտեվ սա ուղղակի չեմ պատկերացնում, որ ատելության խոսք դիտվի։ Դասական քննադատություն էր։ Ես կոչ եմ անում քաղաքական ուժերին շատ հստակ գնահատական տալ այս արարքին, այս հետապնդմանը, եւ Հայաստանում է ԺՀՄԻԳ-ի եւ մնացած ուրեմն կառույցների ներկայացուցիչները մեղադրանքը հրապարակային է, տեքստը կա, ուրիշ բան չկա այդտեղ։ Տարեք տեքստը տվեք, ասեք, այս տեքստը ձեր երկրում եթե ինչ որ մեկը sense խոսք ասել, դա որևէ մեկի մտքով կասներ, որ հանցանք դիտվի։ Ես թե ոչ միայն արտակի խնդիրն է, իհարկե առաջի հերթին արտակի խնդիրն է, այլ է խնդիրն է, որ սրանով սառը ցնցուղ են լցնում, այդ chilling effect կոչվածը։ Բոլոր այն մարդկանց վրա, սովորական քաղաքացիների, որոնք քննադատաբար են վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Եվ ոչ մի սահմանափակում չեն դնում իշխող ուժի նկատմամբ։ Բան են բաժանում, այնտեղ օգնություն են պետական բյուջեի հաշվին բաժանում, հանցագործության մասին հաղորդում ա գնում, ասում են դե չէ, դա կարելի է։ Բայց ասենք հեռախոսով ինչ որ բանի մասին գաղտնալսումները, որ չես իմանում կտրտածա, կտրտած չի, ինչ են ասում, ինչ չեն ասում, այդ արդեն հանցագործություն է միայն։ Այսինքն արդարության այն ամենանվազագույնն, արդարության այն վերջի մոլեկուլներն են վերանում։
Նորից ասեմ, ժամանակը հաշվի առ 3 ժամ։ Մանկապղծության դեպքում 2 ամիս իրավապահները աշխատում են։ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասելու համար 3 ժամ։ Ընդ որում նենց էլ չի էլի, որ սա դե ծանր հանցագործություն է։ Ոչ, սա միջին ծառայության արարք է համարվում։ Եթե նույնիսկ այդ արարքը լիներ։ Սա շատ լուրջ գործոն է։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, մեր քաղաքացիների, որտեղ Արտակը որևէ քաղաքական ուժի ոչ համակիր էր, ոչ թիմի անդամ էր, քաղաքացի էր, որը ոչ քննադատապար է վերաբերվում այս ամեն ինչին եւ շատ նորմալ եմ համարում եւ տասնյակ ու 100 հազարավոր քաղաքացիներ են այդպես վերաբերվում։ Սա ուղերձ է մեր քաղաքացիներին։ Ուղիղ ուղերձ է։ Ես կոչ եմ անում նորից ասեմ քաղաքական ուժերին հստակ գնահատական տալիս երևույթին։ Անկախ նրանից ձեր քաղաքական ուժի անդամ, ոչ մի քաղաքական ուժի անդամ չի, բայց անպայման այս ուղերձը պետք է տրվի։ Ինչ ասեմ։ Արտակը շատ պինդ էր իրան պահում, իհարկե շատ անցանկալի էր եւ ես շատ անկեղծ ասեմ, շատ ավելի հավանական է համարում ավելի մեղ խափանամիջոցի կիրառումը, բայց ունեցանք այն ինչ ունեցանք։ 2 ամսվա միջնորդությունը բավարարվեց մասնակի 1 ամիս ժամկետով, երբ ես լսեցի դատարանը հայտարարեց բավարարել մասնակի, միանգամից մտածեցի, որ խոսքը վերաբերելու է ավելի մեղ խափանամիջոցից, բանից պարզվում է արի ուտես, խոսքը всё-таки վերաբերում է բանտային կալանքին, բայց ոչ թե 2, այլ 1 ամիս, բայց մեծ հաշվով ի՞նչ տարբերություն։ Ի՞նչ տարբերություն։ Այսքանը հարգելի քաղաքացիներ, ցավոք վատ լուրով ենք օրը փակում։ Քաղաքական ուժերը իհարկե բարեգործության արգելքի ներքո են, բայց նրանք ովքեր որ ընտրական process-ի մեջ չեն, ուղղակի խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել Արտակի ընտանիքին։ Արտակի ընտանիքը այս պահին դրա կարիք ունի, որտեղ միակ կերակրողը, որը վարկեր, բան եւ այլն, որոշեք ինքներդ, այստեղ հրապարակային է, այստեղ դες չի որ ապացույցներ կան, բացեք այդ ձայնագրությունը տեսեք։ Դուք դա հանցագործություն համարում եք թե չէ։ Այդ դրա համարժեքը Նիկոլ Փաշինյանը չի արդյոք անում։ Եվ եթե գտնում եք որ սա անարդար է, կարող եք նաեւ դա որպես բողոքի կերպով դա արտահայտել եւ անպայման այս հարցի մասին խոսել։ Բնականաբար բողոքարկելու ենք, բայց գիտեք, այս բողոքարկումներն էլ արդյունավետ չեն, ինչի որտեվ շատ հազվադեպ է լինում, որ 1 ամսվա ընթացքում հասցնում են ու բողոքը իհարկե բերելու ենք, բայց մինչև բողոքը տանենք, մինչև մակագրվի, մինչև այս կողմենքով արդեն երկարացման կամ չերկարացման հարցը կգա, իսկ այդ հարցը հենց հետաքրքիր զուգադիպությամբ ուրեմն հունիսի 7-ին է որոշվելու։ Այդ օրը վերջի օրն է, որ քննչականը որոշի միջնորդություն ներկայացնում է երկարացնելու թե չի ներկայացնում։ Այդ էլ ասեմ իմանաք։ Եվ մեծ հաշվով շատ ակնհայտ է, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն եւ այս խայտարակ քաղաքական հետապնդումների հիմքը վերանա, է պարզ է, որ Արտակը շատ արագ է դուրս գալու բանտից։ Այդ էլ նկատի ունեցեք ձեր ընտրական վարքագիծը որոշելու հարցում հունիսի 7-ին։ Շատ անարդար բան տեղ ունեցավ, իսկապես շատ անարդար բան տեղ ունեցավ։ Եվ անարդար բանը ոչ թե հիմքերի վերաբերող հատվածն է, այլև որ այս արարքը, այս խոսքը համարվում է ատելության խոսք, ուղղակի չի կարող ատելության խոսք լինել, ուղղակի չի կարող։ Ցանկացած եվրոպական երկրի որևէ մասնագետի հետ խոսեք, սա ատելության խոսք է թե չէ։ Այն ինչ որ հրապարակային դրված է։ Այսքանը, շնորհակալություն, բարի գիշեր։